Լոռու մարզպետի աշխատակազմում հանրային քննարկման են ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը։ Դրանցով նախատեսվում է համայնքների խոշորացման հերթական փուլը միավորելով Վանաձոր եւ Փամբակ համայնքները։ Եթե նախագիծն ընդունվի, խոշորացված Վանաձոր համայնքը, որի կազմում արդեն ընդգրկված են Գուգարք, Դարպաս եւ Շահումյան բնակավայրերը, կներառի նաեւ ներկայիս Փամբակ համայնքը իր կազմում գտնվող բնակավայրերով։ Արդյունքում նոր համայնքը կմիավորի ներկայիս Վանաձոր եւ Փամբակ համայնքներն ու դրանց կազմում ընդգրկված ընդհանուր առմամբ 22 բնակավայրերը։ Լոռու մարզպետի աշխատակազմում կազմակերպված հանրային քննարկումը վարում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։ Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, վարչական ղեկավարներ, նախարարության, մարզպետի աշխատակազմի եւ համայնքապետարանների պատասխանատու պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, քաղաքացիներ եւ լրագրողներ։ Սուբվենցիոն ծրագրերի մասով բավականին ավելի մեծ հնարավորություններ համայնքի համար ձևավորվում եւ դոտացիաների առումով արդեն ավելի մեծանում պետության ֆինանսական համահատկությունը եւ այլն։ Ավականի ու ընտրության հարցում էլ ավելի մեծ հնարավորություն է ունենալու խոշորացված համայնքը ընտրի ավելի արժանի ավականիներ, որոնք կտանեն միմյանց զարգացման։ Հանրային քննարկումն անցավ ակտիվ մթնոլորտում, մասնակիցները բարձրացրեցին բազմաթիվ հարցեր եւ ներկայացրեցին առաջարկություններ, անդրադառնալով ինչպես խոշորացման նպատակահարմարությանը, այնպես էլ դրա իրականացման մեխանիզմներին։ Պետք է գիտակցենք, թե խոշորացումները անելով, մարդկանց կյանքում փոփոխություն իրականացնելով, ինչի ենք հասնում եւ ինչ ենք տալու։ Հիմա հարցը դա ունենալու ենք արդյոք ապակենտրոնացում, եթե ունենալու ենք արդյոք խոշորացումից հետո ունենալու ենք թե ոչ, եւ եթե ոչ, ապա հիմա լուծվում է քաղաքական հարց, թե ինչ։ Եթե ունենք ստեղ խնդիր ճգնաժամ ավականու հետ կապված, դա միանշանակ վատ է, սա որպես կողմնակի էֆեկտ դրական, այս խոշորացման արդյունքում ակնկալվող, մենք նշում ենք, բայց սա նպատակը չի այս հարցը լուծելու։ Այդ հարցը լուծելու մեխանիզմը ժողովրդի քաղաքացիների ձեռքում է իրանց ընտրության միջոցով, ընտրություններին մասնակցելու, ժողովրդավարական մեխանիզմների իրանց ձայնը տալու եւ այլնի միջոցով։ Ինչ վերաբերվում է ապակենտրոնացմանը, ապակենտրոնացման քաղաքականությունը մեր առաջնահերթություններից մեկն է, շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, բայց ապակենտրոնացումը հնարավոր չի առանց վարչատարածքային բարեփոխումների։ Այսինքն մենք առաջին հերթին պետք է ձևավորենք ուժեղ ֆինանսական եւ մասնագիտական ներուժով կարողություններով համայնքներ, նոր հետո մտածենք իրանց լիազորություններ տալու մասին։ Ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպության նախագահ, համայնքների խոշորացման գործընթացի փորձագետ Գևորգ Քոթանջյանի խոսքով քննարկման ընթացքում այդպես էլ հստակ պատասխան չտրվեց այն հարցերին, թե երբ են խոշորացված համայնքները ստանալու ավելի լայն լիազորություններ, կառավարման ապակենտրոնացված գործիքներ եւ խոստացված ֆինանսական հնարավորությունները։ Բուն որպես այդպիսի ռազմավարություն չափելի արդյունք գոյություն չունի, հա, այսինքն մենք չունենք այն երաշխիքը, որ 5 տարի հետո այս խոշորացումները բերելու են ավելի ազատ ու լավ կառավարման, թիմ կառավարման եւ թիմը լինելու է ինքնուրույն ու այդ թիմի ներքո նաեւ կարողանալու է փոխգործակցվել եւ տիրել քաղաքական մթնոլորտը, փոխարենը իհարկե ինչպես նախկինում ներկայում եւս խոշորացման արդյունքում մենք ունենանք շատ ավելի մեծ համայնք, որը կրկին կախված կլինի կառավարությունից եւ իր որոշումներում չի լինի անկաշկան։ Քոթանջյանի եւ քննարկման մյուս մասնակիցների գնահատմամբ համայնքների խոշորացման գաղափարի նկատմամբ սկզբունքային առարկություններ գրեթե չկային, սակայն հիմնական դժգոհությունը վերաբերում էր կառավարման ներկայիս մեթոդաբանությանը եւ առաջարկվող մոդելի արդյունավետությանը։ Միաժամանակ քննարկման ընթացքում հնչեց նաեւ քաղաքական բնույթի հարցադրում, արդյոք հերթական խոշորացման նպատակը Վանաձորում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է, թե տեղական ինքնակառավարման համակարգում նոր կառավարման արժեքների ձևավորումը։ Եթե վաղը այդ ենթադրյալ դատական գործընթացները ավարտվեն եւ նիստ հրավիրվի, ընտրվի համայնքի ղեկավար, մեր ունեցած օրենսդրությամբ այդ համայնքի ավականին դեռ 5 տարի իր լիազորությունները ուժի մեջ է լինելու եւ փաստացի նոր ընտրություն չէր կարա լինի։ Բայց ստացվում է, որ խոշորացումով այլևս այդ վտանգը չկա։ Իհարկե կառավարությունը եւ տարածքային
կառավարման նախարարություններն են համարվում օրենք մեկնաբանողը եւ կարող է մեկնաբանել, որ ֆորս մաժորային իրավիճակում դա չի գործում, չնայած որ օրենսդրությունը, թիմ օրենսդրությունը եւ ընտրական օրենքը եւս չէին նախատեսում նման ֆորս մաժոր, կլինի իհարկե տարակուսանք, բայց խոր առումով ոնց որ զորթ է գցելով կարող է իշխանությունը ինչ-որ բան անել, բայց այս դեպքում ստանում է շատ ավելի գեղեցիկ հարցի լուծում, որը չի առաջացնում իրավական հարցեր։ Քննարկման մասնակիցները բարձրացրեցին նաև բնակիչների մասնակցության, համայնքային նշանակության խնդիրների լուծման եւ հանրային ծառայությունների մատչելիության վերաբերյալ հարցեր։ 3-4 տարի ապրում եմ Դարպասում, ազնվորեն ամեն օր խաչակնքվելով, գալիս եմ Վանաձոր, խաչակնքվելով գնում եմ տուն, զուտ նրա համար, որ հասկանում եմ, որ ծրագիր ունենք, որ պիտի շուտով այդ ճանապարհը սարքեն, բայց նույնիսկ այն ճանապարհը, որը որ կա, այդ ճանապարհը չի սպասարկվում։ Հիմա այս պահին ահավոր բարձր խոտեր կան, որը որ այդ ճանապարհի տեսանելիությունը փակում է։ 3-4 տարվա մեջ ինչի՞ չեք բանկերց ասում, ինչ մեծ ծավալի տեղ աշխատանքներ ա կատարվել։ Իսկ դուք տեսել եք, որ երբ մենք այդտեղ ենք եղել 600 միլիոն դրամ է տրամադրել ենք, որ ձեր ասած ճանապարհը, որ այսօր 3 մետր է, դառնում է 6 մետր։ Ժայռը կտրվում է, մայթեք ունենը, կոյուղի եք ունենը, ինչքան ճանապարհը չի սպասարկվում։ Իսկ չէ դա մի րոպե լա, Լիլի ջան, լավ, հասկացանք, այդ նոր ենք անել, բա դուք չեք ձեր յուղի ներսում չեք տեսնեմ ինչքան ճանապարհներ ա, հիմնանորոգվել հենց 22 թվից հետ։ Գարշեն ու գարշում է հարիմեց աշխատանքներ են կատարվում, բայց էրի թերությունները, օրինակ ասֆալտի որակը չի դեմ առավոտում ասֆալտի տակից ու տեսել եմ նոր արած ասֆալտ, տեսել եմ հատկակով բողոք ուղարկում ես, տալիս են խնդրի կարգավիճակը լուծված, բայց ոչինչ չի լինում։ Աշխատանքների մեծ ծավալով էլ է պայմանավորված, բայց դուք ունեք հնարավորություն այդ խնդիրների մասին խոսելու։ Մինչև ճանապարհային դեպարտամենտի մասնագիտական եզրակացությունը չլինի, պետական մասնաբաժինը ոչ մի շինարար չի վճարում։ Ես վստահեցնում եմ, որ այսուհետ արվող հաստատապատման աշխատանքները տարբերվելու են։ Լրագրողների ուշադրության կենտրոնում էր նաև համայնքային տրանսպորտի կազմակերպման հարցը, որը եւս դարձավ քննարկման թեմա։ Խոշորացումից հետո 21 թվականին մեր տրանսպորտը, մեր թաղամասը սպասարկող տրանսպորտը աշխատեց, իհարկե շատ անկանոն, իրանց հավեսով, աշխատեց, վերջը չաշխատեց։ Հիմա մենք ուրախանանք, թե կտրենք։ Վանաձորում եւ Լոռու մարզում մոտ ապագայում, շատ մոտ ապագայում սպասվում է միասնական երթուղային ցանցի ներդրում, որը ըստ էության պետք է լուծի բոլոր բնակավայրերի եւ բոլոր թաղամասերի կապակցվածության եւ տրանսպորտային հաղորդակցության խնդիրը առավել լավ որակով, առավել լավ պայմաններով։ Տվյալ թաղամասի մրցույթը մի քանի անգամ հայտարարվել է, մասնակից չէ։ Քանի որ Վանաձորը ունի տրանսպորտի լուրջ խնդիր, համայնքը իր միջոցներով 1 միլիարդ 700 միլիոն դրամի 45 հատ նոր ավտոբուսի մրցույթ հայտարարել է արդեն հաղթողը կա, արդեն պայմանագրի փուլում ենք, մինչև տարեվերջ համայնքը ունենա իր նոր 45 ավտոբուս։ Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 14-ից սկսած Հայաստանում իրականացվել է համայնքների միավորման 96 ծրագիր։ Դրանց արդյունքում նախկին 908 համայնքների փոխարեն ձևավորվել է 63 խոշորացված համայնք։ Օրենսդրական նախագծերի ընդունման դեպքում այդ թիվը կնվազի, դառնալով 61։ Հերմինե Զարմանյան, Նորայր Այունց, Լոռի հեռուստաընկերություն։